Հայկական խաչմերուկը վերակենդանացավ տարերի նիրհից հետո։ Հայաստանի Հանրապետությունը ծանր կորուստներից Արցախայություն, Ղարաբաղի կլան, ռսակոծություն, ստրկություն, այս բոլորից սինթեզ եղավ եւ Փյունիկի նման բարձրացավ դարերի խորքից։ Պարզապես կտրված տարածքով քչացած ժողովրդով, բայց համաշխարհային քաղաքականության ասպարեզ մուտքով եւ երկրորդը ներքին գազդուրումով, չեմ ասում ամբողջովին, բայց ներքին կյանքին մենք էլ տեսնում ենք որոշակի կայունացմամբ, այնպես որ իսկապես բախտորոշ էր, որը 25 թվականը ինձ թվում է նախապատրաստում է 26 թվականի այդ հաջողությունը, որ ենթադրում ենք, որ պիտի լինի, Աստված չանի նաև եթե չի լինելու անհաջողություն։ Բայց այդ ժամանակ սա ինձ թվում Ռուսաստան լրիվ վերած կլինի, որտեղ լրիվ չեմ ասում ամբողջական իմաստով, իմպուլսները կորցնում է։ Կորցնում է դա մեր հաջողություններն է, ոչ միայն ուկրաինացիներ։ Մնացածը տվեց նաև պառակտում։ Եվ դա բնական պառակտում է մերը, որովհետև հարյուրավոր տարիների ընթացքում ներդրված մահացու թույնը հայ գիտակցության մեջ, որ ռուսական վարակն է եւ հոգու մեջ, իր ազդեցությունն ունեցավ, տեսեք ինչ ահռելի թվով արիմյաշ կետ կար, նույնիսկ չեմ էլ ուզում ասեմ, ոնց որ օտար ենթա էթնոս լինի, իր հատուկ շահերով, իր հատուկ ստրկությամբ, արժանավատության, իսպառ բացակայությամբ եւ հակապետականությամբ, այս դրանց ազդեցություն օրորի կորչում է եւ այդ վերադարձ է էլի, լավ կլներ, որ իրենք կամավոր տեղափոխվեն մայր էթնոսի, մայր արմատներին են, կաղնու բնին, այստեղ տեսնենք էլի, ինչ պրկվեց, մի մասը չի պրկվի, անշուշտ գծուլվի կոչնչանա կգնա ռուսականության մեջ, շատ ցավալի է մեր համար, բայց օբյեկտիվ բան է։ Եվ որի Ռուսաստանի համար փորձերը պատերազմից հետո նվաճել Հայաստանը, որը չի հաջողվում, բերեց ներքին պառակտման, իշխանության տարբեր թևերի, իշխանության ուրեմն երկրորդ բևեռի համար կռվի եւ արդյունքի իմաստով վատթար հետևանքների։ Հերթով նայեք, անկախ պետության դեմ պատերազմի պարտությունից, այս կորուստներից հետո մի օր գլխավոր շտաբն է ապստամբում, վարչապետը հրաժարական է պահանջում։ Մի օր ուրեմն արտգործնախարարության գլխամասը ՄԳԻՄՈ-ի կադրեր չեկիստները, դա ՄԳԻՄՈ-ն է, Մոսկվայի հետ միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ակադեմիայի նախագահության այն абսուրդ պահանջները, երբ գիտություն, տեխնոլոգիա ստեղծելու ջանքերի փոխարեն, որի կարողությունը չունի, բարձրացած չունի, այդ միանալ հրաժարականի պահանջին եւ վերջինը այսպես շարունակական այդ գալստանյան կոչված ավանդյուրիստի հայտնվելուն եկեղեցու շարքերում եւ եկեղեցու այս վիճակը, որ առաջացավ։ Հուսանք, որ կաթողիկոսի հարցի լուծումից հետո այդ վերամիավորումը եւ պառակտման վտանգը, որ կա, իրական է, կգոլորշիանա, արագ կվերականգնվենք։ Մնացած հաջողակ է եղել, տեսեք, երկիրը շատ ավելի անվտանգ է, շատ ավելի խաղաղ է, ճանապարհներ, դպրոցներ, մսուրներ, մանկապարտեզներ, չնայած Ղարաբաղյան կլանին, որ ասում ես, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այդ ռսակոծությանը դրանք ինֆարկտ են ստանում, բայց կա չէ դա, դրանք կա, հարավհյուսիսը կա, եւ միջազգային հարաբերությունների խոսքը գումարած դրան վերջին էլի Թրամփի երթուղի թրիփ, որը Հայաստանի զարգացման գրավականն է այսօր եւ երաշխիք։
Եվ դե իմաստով աշխարհում երևի եզակի ժողովուրդ ենք, որ պիտի գոհ լինենք Թրամփի գոյությունից։ Այո, պատմությունը ուզում եմ ասեմ, որ պետք չի սխեմաներով ապրել, ուրիշի մտքերով, ուրիշի արժեքներով եւ փաստորեն այն բարիքը, ինչ որ իրանից եկել է, հիմա էլ գալիս է, մենակ ինքը չի անշուշտ, բայց իր դերակատարությունը մեծ։ Վարչապետի կեցվածքը եւ իր պահվածքը մի քիչ պարզում է, էլի թվում է։ Քաղաքական խորքի հետ է կապված։ Թվում է թե ինչ բան է ասում, որ ու միշտ Ռուսաստանի գումարներ որտեղից են, որ դրանք պիտի անի, երբ որ հրաժարվեց, ով մենք չենք սպասելու, պիտի ազգայնացնենք։ Գործը գնում է դրան, ինձ թվում է, ինքը ինչ այդպես հաշվել է, թե չգիտեմ, ես այդպես եմ ընդունում ասվածը, թողջարել սարքել։ Բայց դե Ռուսաստանը ինչ սարքի ինքը չի էլ լինի։ Այսինքն այն Ռուսաստանը ինչ որ մեր ժողովրդի մի մասի գիտակցության մեջ կա, դա ընդհանրապես դադարում է լինելուց, ինքը բնական մահվան process է ապրում, բնական։ Հիմա կլինի չի, սարքեն, իսկ եթե չէ, շատ շուտ եմ ասել ես, եթե են, որ սկսեցին ոչ խաղացնել է, իրենք բա, կազգայնացնենք ու վերջ, մեր ազգային տնտեսությունը կլինի մերը, սեփականատերը կվերականգնվի։ Այն գիտեք ինչ կա, այդ հարցում տնտեսական համագործակցության հարցում դիտեց ոռնոց որ տնում են, վայնասուն են դնում, իհարկե շահեր ունեն շատերը։ Ընդհանրապես պետք է հանգիստ նայել, մենք բազմավեկտոր քաղաքականություն ենք վարում, ինչ որ այդ բալանսի քաղաքականության շրջանակների մեջ է։ Այնտեղ կան առաջնահերթություններ, կան նաև հետ ընթաց առաջնահերթություններ, որ Ռուսաստանն է իրենից փոխվել, հեռանալ, բայց դա չի նշանակում հարաբերություն չունենալ, դա սխալ կլինի։ Հազար մեկ կապեր կան, հարաբերություններ կան, եղել են, խոսքը տնտեսականի մասին է, իսկ ինչու չպետք է օգտվենք ռուսական հումքից, երբ աշխարհը օգտվում է։ Ինքը որ չէր մեր ամեն ինչից է օգտվել, մեր ամեն ինչից։ Ինքը նաև հրահրել է ցեղասպանություն, Արցախի գալադամորներ գումարանց, այս բոլորը Ռուսաստանն է։ Իսկ ինչու։ Եվ ես իմ բանաձևն ունեմ, կարծում եմ ճիշտ եմ, մենք պիտի ունենանք Ռուսաստանի հետ այնպիսի հարաբերություններ, մոտավորապես ինչպես ունենք Անգոլայի հետ։ Քոչեր Ռոբերտները գնան այնտեղ բանի ադամանդի կողոպուտով զբաղվեն։ Սոմալի, հսկայական բաներ կան, մենք մեր քաղաքացին տեղյակ չի դրանց, նորմալ է իմաստով։ Բայց մշակութային հոգեորեն պետք է անընդհատ հեռանալ, անընդհատ չարիք է դա, մեր համար չարիք է, որտեղ շատ է, գերհագեցած է մեր կյանքը։ Հիմա գիշեր ցերեկ տեսեք քանի տարի զահլես գնացել է։ Անընդհատ Ռուսաստանից են խոսում, անընդհատ, որտեղ այդ հարցը կա եւ ռուսական դպրոցից անշուշտ, որովհետեւ ռուսերեն լեզուն դպրոցը միշտ ծառայել են դիմացինին ստրկացնելու, նրա հոգու մեջ դևեր աճեցնելուն։ Դա անգլիական դպրոց չի, ֆրանսիական չի, որ մշակույթ բերի, բան բերի։ Ինքը խցկվում է, տեսեք, ես չեմ տեսել աշխարհում որևէ խոշոր տերություն, որ կռիվանի թե մեր դպրոցները չեք բացելու, մեր լեզուն չեք սովորելու։ Եվ այդ իմաստով կատկով կար։ Սևհարորական մտավորական էլի, նա պիտի իմանան, ցարի ժամանակ նա բանաձև է, եւ մեր ժողովուրդը պիտի իմանա դա։ Նրա բանաձևն է, որը վերաբերյալ ուրիշ բարակայով Ստեփանոս Նազարյանցի միտքը ես ասել եմ, բայց ինչ ասում Կատկովը։ Ասում է, որ որտեղ որ ռուսական սվինը չի աշխատում, արդյունք չի տալիս, այնտեղ պիտի ռուսերեն լեզուն, ռուսական դպրոց եւ ռուս չինովնիկը այդ արդյունքը հանեն ռուսերեն լեզուն, ռուսական դպրոց եւ ռուս չինովնիկ։ Այդ է ռուսական դպրոցը դրա համար եւ մեր ողբերգության մեջ են մեր ազգաբնակության մեջ ահռելի ռուսախոս հայության արկայությունն է Մայր Հայաստանում։ Էլ չեմ ասում ուրիշ տեղեր։ Ռուսականացած, ռուսիֆիկացիան ռուսական քաղաքականություն։
Այդ իսկական չի ոչ մի չի բարում, չի բարել։ Որտեղ պետք է փափուկ ուժ էլի, եթե գրավի չեք սովորես էլի։ Ով է հիմա շատերի անգլերեն են սովորում, ֆրանսերեն են սովորում, չինարեն են սովորում, իվանն է, ով է, պետք է սովորում են։ Չէ՞։ Ուզում եմ ասել այդ հարցերն են։ Մնացածը կարծում եմ նորմալ է։ Առայժմ։ Ընտրություններում հաղթել, ջախջախել ռսաստրկության ու ռևանշիզմի Ղարաբաղի կլանով, ջախջախել քաղաքականապես, շպրտել, քաղաքական բեմարտակից գցել, դուրս գցել։ Եթե չէ չի ստացվելու, ոչ մի հաջողություն չի։ Նույնը պետք է շարունակվի, նույնը։ Դա կլինի Հայաստանի հաղթանակ հազարավոր տարիների, եւ այս Հայաստանը կդառնա մեր ամբողջ դարերի կորստի հուշարձանը, լավ հուշարձանը, կլինի այս Հայաստանը, էլ։ Շուշտ, ինչ ասեմ, շնորհավորում եմ, անպայմանորեն, շատ ցանկություն ունեմ այս կաթողիկոս կոչվածի հարցը լուծվի, եւ մեր եկեղեցին լիարժեք ծառայի ժողովրդին, Քրիստոսին եւ իր ժողովրդին, անխուսափելի այդ քրիստոնեական հայկական վարդապետությունը բարուրի մեր ժողովրդի հոգին, որտեղ մենք հոգևոր վերածննդի խիստ մեծ կարիք ունենք, այդտեղ մեր ուժը շատ է, եւ այսպես իսկ մնացածը, այո, 26-ին կողմնորոշվել ձայն տալ բոլոր նրանց, ովքեր եղել են առաջին, եղել են հանրապետության հետ եւ պահել են Հայաստանի անկախությունը։ Միանշանակ, բայց մենակ չգնալ ԿՊ անցկացնելու գործին, դա աղետալի սխալ կլինի։ Խորհրդարանը պետք է լինի բազմաֆունկցիոնալ, բազմազան եւ մեր անկախության պետականության մոդելն շատ եմ ասել, ինձ համար գրավիչ չէ։ Հիմնավորումներս 100% են, մոտավորապես առաջացնել նոր Բունդեսթագ, մոդել իմաստով, գերմանական պարլամենտի պես կամ բավարական, մեզ համար շատ ծերնդու տարբերակ է, որտեղ միշտ պիտի շահը նկատի ունենալ, մեր շահը դա պահանջում է, եւ նաեւ ցանկություն ունեմ նաեւ 5-6 տարի է տեսնում եք դուք մենք որ գիտենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ինչքան է աշխատել, ինչպես է չարչարվել իսկական կուսակցություն է դառնալու ճանապարհի վրա է մեծ հաշվով եւ չխնայել ձայները քրիստոնյա ժողովրդական կուսակցությանը աջակցելու համար որպես իր մշակույթի, իր փիլիսոփայության, իր պատմության վրա բազավորված մի կառույց, որ կարողանա նա այս բոլոր իմ ծրագրերը, մտքերը, ինչքան որ ասել եմ, մենք կարողանանք ռեալիզացնել, ոչ թե խնդրենք, շնորհենք, չէ, ռեալիզացնենք, աճ կենտրոնի որպես կուսակցություն։ Սա նոր երևույթ է, ոչ թե ես եմ նախագահը, դրա համար եմ ասում, այո, նախագահն է, դրա համար ասում եմ նաև, էլի։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մեր ուրեմն նոր երևույթ է Հայաստանի քաղաքական, մշակութային, գեոպոլիտիկական լանդշաֆտի վրա։ Կարծում եմ դուք ինձ հետ համաձայն կլինեք, որտեղ տարիներով միասին շփվում ենք, տեսել եք, գիտեք եւ ապրել ենք։ Եվ ես կարծում եմ, որ աշխարհում մեկ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հայությունը պետք է օժանդակի։ Ունենք թերություններ, անշուշտ ունենանք, կարողանանք շատ բաներ անել, քիչ բաներ անել, ժամանակը ցույց կտա, բայց որ մեր ճամփան ճիշտ է, ստրատեգիան Հայաստանակենտրոն է եւ բացառապես հայկական է, դա անկասկած է։ Ես երկու բան ունեմ, եկեղեցին վերականգնվի, մաքրվես ռսականությունից եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն իր արժանի տեղը գտնի, որտեղ ԿՊ-ն կգտնեն։ Իսկ ռուսական ուժերը չպետք է հասնեն խորհրդարան։ Դիրքորոշվելու վերջ, մի հատ վերջնական պարտության մատնել եւ հարցը փակել։ Հետո
հետո Արտաշեսյան հայը կվերադառնա էլի Սաթենիկին գրկած։